Բարի երեկո, Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաղթանակները և հնարավորությունները Եվրոպայի առաջացնում խաղալու դարձել են մեր հասարակության լայն զանգվածների քննարկման առարկան։ Բարև ձեզ, եթերում լրացուցիչ ժամանակի հերթական թողարկումն է և այսօր մեր հավաքականի հաջող ելույթները քննարկելու ենք մեր արվեստի գործիչների հետ, այսօր շատ պատվավոր հյուրեր ունենք և սկսեմ նրանց ներկայացնել, իմ կողքից սկսեմ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյան, շատ հայտնի երաժիշտ, բոլորի կողմից սիրված Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Գևորգյան և Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արամոն որդու հետ արդեն կարելի ասել բավական հաջողակ ջութակահար Ավետիք Գևորգյանի հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Նույնպես ողջունում եմ, մենք շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու եւ առաջին խոսքը պարոն Գասպարյան, ուզում եմ դուք ասեք մեր հավաքականի մասին ձեր զգացումները։ Լրացուցիչ ժամանակում կհասցնենք ասել։ Ես ուրախ եմ եւ շնորհակալ որ մասնակցում հաղորդմանը եւ այնքան շատ բան ունեմ ասելու, վախենամ շատ կարճ խոսեմ։ Մանավանդ հավաքականի վերջի հաղթանակի երկու հաղթանակների մասին շնորհավորելով եւ Վարդան Մինասյանին եւ իր արծիվներին եւ մեր բոլորիս, որ այո, ողջավորություն կա հանրապետությունում եւ ասեմ սիրելի ֆուտբոլիստներից, որ այս ողջավորությունը ձեր ձեռքին է եւ չթողեք հանգարց։ Հիմա ինչու եմ ես եկել, որովհետեւ ձեզ անկեղծ ասեմ, ֆուտբոլը ինձ համար մանավանդ հավաքականի խաղը խորհուրդ ունի իր մեջ, որտեղ հավաքականը հոմանիշ է միաբանությանը եւ այս հավաքականը միաբանում է ազգիս, որտեղ մենք անմիաբան ենք, փոքրին չասեմ շատ, եւ ինչպես 40 տարի առաջ եղավ, եւ այսօր էլ ողջավորվել ենք, միաբանում է ազգին, եւ այս պատճառով ես շատ ողջավորված եմ եւ շատ գոհ եմ մեր արծիվներից, մեր ֆուտբոլի հավաքականից, որ սկսեց այսպես եւ պիտի շարունակի այսպես, բայց ամիջապես ասեմ, որ մենք էլ գործ պիտի անենք, ես չեմ ընդունում այն բալեշտիկներին, որ հաղթանակի ժամանակ են վազում ստադիոն, պարտության ժամանակ պիտի այնտեղ լինենք, որ ողջավորենք մեր տղերքին, մեր ազգին, մեր բոլորին։ Մեզ ուրախությունս անսահման է եւ շնորհավորելով մեզ բոլորիս հատկապես Վարդան Մինասյանին, Փյունիկից շնորհակալություն որ մարզիչ տվեց մեզ եւ շատ լավ է։ Պարոն Գասպարյան, ձեզ ես մի հարց նույնպես ունեմ, մեր հավաքականի խաղը որպես արվեստի մարդ, որպես թատրոնի մարդ, ձեզ բավարարում է զուտ արտիստիզմի տեսակետից։ Խնդրեմ ես, քանի որ իմ պապի խորհրդով եմ առաջնորդվում, ես միշտ գոհ եմ, բայց ոչ բավարարված։ Գոհ եմ այսօր եւ այն ֆուտբոլիստները, որ առաջի գոլը խփում են եւ հորտի պես վազում են, ես դրան դեմ եմ։ Ես վերջում եմ ուրախանում։ Հիմա ընթացք է եւ ես երբ որ ասեմ, որ լրի բավարարված եմ, ճիշտ չի լինի։ Եվ բոլորը պիտի այդպես մտածեն։ Բավարարված չենք, մենք պիտի դեր գնանք, մենք պիտի կդրվենք կարոդախտից, որ 73-ին ոյր ամբողջ Հայաստանով Սփյուռքով եւ պիտի հիմի գալիս է 13-ը, 13-ին գուցե այդ 3 խորհրդանշական թիվը դանտեական լինի, որ մենք ազգովին բավարարված, նորից ասում եմ բավարարված չլինենք, որտեղ դեր կա, Եվրոպա կա, աշխարհ կա, ինչու ամիջապես ասենք, օй շատ լավ է, չէ։ Մենք գոհ ենք այսօրվա մագարտակից, այսօրվա վերջին 2 խաղից, Երանի 7-ին էլ, ամսվա 7-ին էլ Մակեդոնիայի հետ նորից լինի եւ նոր կարող ենք նոր չէ էլի նորից սպասումի մեջ եմ ես։ 4 օր հետո Իռլանդիա ունենք, որը կարևորագույն խաղն է։ Պարոն Գևորգյան, ձեր երաժշտությունով բավականին երկար ժամանակ սկսում էին մեր առաջացան հանդիպումները, մեր ազգային հավաքականներ մտնում։ Ինչ է ֆուտբոլը ձեզ համար եւ ինչ զգացումներ ունեք։ Ես ինքս անձամբ շատ եմ սիրում ֆուտբոլ եւ մանավանդ որ հավաքականն է խաղում եւ օտար ազգի հետ են խաղում, թեկուզ ակումբային թիմերը, դա արդեն ազգային մի հատ ներշնչանք է առաջանում, ես կարող եմ ասել, որ մեր տան մեջ տոն է սկսվում, որովհետև 2 փոքրիկ բալիկներս էլ հագնում են եռագույն այդ վերնաշապիկները եւ ամեն մեկը նույնիսկ աղջկաս հետ վիճում են, որ երեսին այդ եռագույնը չնկարի, այլ ձեռքի ափին նկարի կամ գոնե թղթով կամ ինչ-որ մի ձև։ Ինքն ստադիոնում է զգում։ Իրանք երբ որ հերոստատեսային խաղի ուրեմն տանը բոլոր ատրիբուտները պատրաստում են դրոշներով, ամեն ինչով, մեր տանը դիտում ենք այդ տեսակի, այդ մակարդակի։ Իսկ ասեմ, որ ոչ մի խաղ բաց չի թողնում աղջիկս եւ ստադիոն է գնում արդեն FAF-ի ամբողջ այդ անդամների հետ, նույնիսկ FAF-ի այդ բոլոր երիտասարդները խնդրել են, որ իրենց համար երգ գրեմ եւ ես այդ երգը գրել եմ։
ճիշտ է, վերջնական ավարտված չի, բայց այսօր կունենանք հնարավորություն փոքրիկ հատված լսելու։ Ուզում եմ ասել, որ ես նույնպես երկրպագում եմ մեր տղաներին, շատ գոհ եմ իրանց խաղից եւ կարծում եմ հայկական ֆուտբոլը մեծ վերելք է ապրում այսօր եւ այսօրվա ֆուտբոլը նախկին խորհրդային տարիների ֆուտբոլից շատ է տարբերվում իր արագությամբ, տեխնիկապես ել ավելի հագեցվածությամբ։ Ճիշտ է, մենք միշտ շեշտում ենք Արարատ 73 եւ պետք է միշտ ասում է անցածը որ մոռանաս, ապագա չես ունենա։ Պետք է այո, հիշելով մեր հաղթանակները ձգտենք հասնենք նմանատիպ մեծ հաղթանակների։ Ես իսկապես շատ եմ սիրում մեր թիմին, ուզում եմ իրանք անընդհատ հաղթանակների մեջ։ Եթե նույնիսկ պարտվում են, ես կուզենայի նաև կոչ անեի մարզադաշտում գտնվող մեր հայրենակիցներին, որ վիրավորական արտահայտություններ չանեն, բարձր, ասենք, վատ մեր խաղացողին, չգիտեմ, ավելի վատ վիճակում չգցեն սուլելով։ Եվ կուզենայի նաև ասել, որ այն ինչ որ ես այսօր տեսնում եմ, շատ ինձ գոհացնում է։ Եվ մարզադաշտի վիճակը այդ, չգիտեմ, խաղը իրանց արդեն գեղեցկացել է, իմաստավորվել է։ Ամենակարևորը, որ այն փոխանցումները, որը կատարվում են նպատակասլաց եւ ճիշտ նպատակին են հասցեագրվում։ Թեթև վրիպովներ լինում են իհարկե, որը նյարդայնացնում է հանդիսատեսին, բայց ընդհանուր առմամբ, երբ որ ես դիտում եմ խաղը, տեսնում եմ, որ գրագետ խաղ է տեղի ունենում։ Եվ դրա արդյունքում նախորդ խաղում ես տեսա, որ Համլետ Մխիթարյանը ինչ գեղեցիկ ինքը ուներ հնարավորություն գոլ խփելու, բայց ինքը ավելի հաստատուն ընկերոջ է, որը ավելի լավ դիրքում էր գտնվում, փոխանցում կատարեց ճիշտ եւ դա խոսեց արդեն իր հենց բարձր մակարդակի մասին։ Համաձայն եմ։ Արամով ավետիք տարբեր սերնդերի ներկայացուցիչներ եք, դու ուրիշ ֆուտբոլ ես Արամը տեսել, որդիդ ուրիշ ֆուտբոլ, այսինքն դու սա էլ ես տեսնում, նա միայն սա է տեսնում, ինչ համեմատություն կարող եք անցկացնել, ինչ էիր տեսնում այն ժամանակ եւ հիմա խաղային որակի առումով։ Ես հպարտ եմ եւ նաեւ հպարտանում եմ, որ նման ֆուտբոլիստներ ենք ունեցել Հովիվյանի պես, Զանազանյանի պես, Անդրեսյանի, Կավալենկո, Բանդարենկո, Իշտոյան, Ալյոշա Աբրամյան, ես երեխա եմ եղել եւ կարող չեմ հասկացել, բայց ֆուտբոլասեր եմ եղել շատ փոքրուց, որտեվ անկեղծ ասեմ, եթե ես երկի չլինեի, ես կլինեի լավ ֆուտբոլիստ։ Դա ասեմ, որտեվ այն ժամանակ տենց կլուբային բաներ։ Հիշում եմ, որ դու կազմակերպված աստղերի խաղում դեր էիր։ Ես գոլ խփեցի Խորեն Հովանեսյանի պասից։ Շատ Արայիկը ճիշտ ասեց, պետքա մենք հիշենք այն հիանալի պահերը, այն հիանալի օրերը, որ պարգևել է մեզ Արարատ 73-ը, բոլոր այդ հիանալի ֆուտբոլիստների հետ, բայց անցնենք, գնանք առաջ, որտեվ ապրում ենք անկախ Հայաստանում, ունենք մեր հավաքականը։ Եվ պարոն Գասպարյանն է ճիշտ ասեց, որ պետքա միշտ ոգևորել եւ այդ տղաներին պետքա միշտ թևեր տալ։ Ես շատ էմոցիոնալ եմ եւ ընդհանրապես ես հերոստացույցի մոտ եմ նայում բոլոր խաղերը։ Հրավերներ եղել են հավաքականի մարզադաշտ չեմ գնում, որտեվ ես ուզում եմ ապրեմ այդ 2-3 րոպեն գոլային պահերը, որ լինում է։ Ուզում եմ որ մի 5 անգամ նայեմ։ Հետո որ էմոցիոնալ եմ եւ բառերը այնպես մի քիչ կարող է գժի մարզադաշտի չեն։ Դե հա, բայց հուշեմ քեզ, որ մարզադաշտում հիմա մեծ հեռուստատ էկրաններ են դրված։ հա, ուրեմն պետք է Եվ դու մեծ երկրպագու ես, որ էմոցիոնալ ես։ Հա, դա է ասեմ, որ պարոն Գասպարյանն ասել մենք արվեստագետները շատ մոտիկ լինենք։ Ես հիշում եմ Էդմոնդ Լուսակի Էդմոնդ Քյոսյանը շատ մոտ էր Նիկիտա Սիմոնյանի հետ, այսինքն մանկության ընկերներին եւ բոլոր հավաքականի խաղերին եւ ֆոտոներ կա, որ Էդմոնդ Գարգինի չեղել է հավաքականի խաղերին ներքևը նստած եւ մի քանի անգամ սուդյան հանել է իրան, ասել է սովա, ինքը գոռում էր, ողջևորում էր։ Նկարանումը թողում էր, կեսից գալիս էր, որտեվ խաղ կա։ Ես ցանկություն ունեմ, որ մի շարք արվեստագետներ, ովքեր իսկապես սիրում են, ոչ թե ձևականորեն կամ ուղղակի պետք է լինեն, ովքեր սիրում են, գտնվում են խաղադաշտում եւ իսկապես ողջևորեն այդ հայացքը տվյալ պարագայում մեր ֆուտբոլիստներին կօգնի։ Մի քանի հոգի եթե բարձրացան, գնա առաջ խփի ողջևորմա, անկեղծ եմ ասում։ Ես մեր տղաներին հիմա ողջունում եմ, համարյա բոլոր խաղերը նայել եմ, ակումբային խաղերը չեմ կարող ասել անկեղծությամբ մեր։ Ընդհանրապես ակումբային խաղերը ես աշխարհով տենց չեմ նայում։ Նայում եմ միայն Եվրոպայի առաջնությունը եւ աշխարհը շատ։ Եվ հավաքականի խաղերը նայել եմ մեծ առաջընթաց կա, շնորհակալություն եմ հայտնում նաև Վարդան Մինասյանին, իսկապես մարզիչից շատ բան է կախված, տղաներին ողջունում եմ, շնորհավորում եմ,
բոլորին այդ հիանալի գեղեցիկ դասական խաղի համար, թիմային խաղի համար։ Ես նկատում եմ ճիշտ նկատեցի, որ Մխիթարյանը կարող էր հարվածել, բայց տեսավ ընկերը Ազատա դիրքում, չէ, Համլետը խփեց։ Հենրիխը։ Հա, Հենրիկը խփեց։ Այդ թիմային խաղը շատ կարևոր է, որտեվ քանի որ մենք ինդիվիդուալ ենք ազգովի, բոլորը զարթում են գեներալներ եւ ես չեմ ուզում որ դաշտում բոլորը գեներալ լինեն։ Պետք է կազմակերպիչը լինի խաղի, ամեն կարծում եմ թիմում կա կազմակերպիչ, ով կազմակերպում է եւ բոլորը կամաց մտնում են խաղի մեջ։ Ես ողջունում եմ, հպարտեմ, ես դուք չեք պատկերացնես վերջ երկու խաղին ոնց էի գոռում ես տանը, անկեղծությամբ հարևանները չհասկացան, կասեն գժվել եմ, գոռում էի, որտեվ ես